Տիրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Ոչ մի պարագայում չի կարող նորմալ համարվել այն, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչ-որ մասնագետ կոչեցյալներ Հայաստանի տարածքի ներսում որոշեն, թե որտեղ պետք է էլեկտրահաղորդակցության ինչ-որ սյուներ կանգնեցվեն։ Այն դեպքում, երբ նույն այդ վարչախումբը գերության և պատանդարության մեջ է պահում մի շարք մեր հայրենակիցների, նրանց նկատմամբ դատավարություն կոչվող կրկեսը փաստացիորեն վերածելով մեր ազգի և պետության դեմ քարոզչական խեղկատակության։ Սա ուղիղ տրամաբանական հակասության մեջ է ոչ միայն վերջերս այդքան մաշեցված ինքնիշխանություն եզրույթի հետ, այլ նաև մեր որպես ազգի և պետության, նույնիսկ տարրական արժանապատվության հանդեպ անարգանք է», գրել է Ոսկանյանը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Ալիևը իր հարցազրույցում ասել էր, թե ամիսներ առաջ ադրբեջանցի մասնագետները եղել են Հայաստանում և անհրաժեշտ հետազոտություններ են անցկացրել։ «Մենք տեղորոշել ենք այն կետերը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրական կայաններ։ Փաստորեն հերթական անգամ տեղեկանում ենք ոչ թե Հայաստանի Հանրապետության իշխանությունից, այլ Ալիևից։ Հարցեր են առաջանում, իսկ ովքեր են այսպես կոչված ադրբեջանցի մասնագետները և ինչ իրավունք ունեն Հայաստանում նման հետազոտություններ իրականացնելու։ Ստացվում է, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գաղտնի կերպով ադրբեջանցի մասնագետներ է բերել, որ Հայաստանում որոշեն, որտեղ ինչ պետք է լինի»։ Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը տեղեկացնում է. «Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դեմ հերթական զավթողական միջոցառումը։ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հետազոտող Զարիֆա Հագվերդիևայի «Երևան, իմ սրտում ապրող հայրենիք» գրքի շնորհանդեսի տեսքով։ Այս ամենը լուսաբանվել է Ադրբեջանի Հանրապետության Սփյուռքի հարցերով պետական կոմիտեի պաշտոնական էջում։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով և շատ ուղիղ շարունակում է հովանավորել Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական ծրագրերի առաջմղումը։ Հայրապետյանը նաև տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին Պրահայում փողոցում ադրբեջանցիների կողմից կազմակերպվել էր միջոցառում Արևմտյան Ադրբեջանի և Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության ցուցադրության թեմայով։ Այն լուսաբանում էր Ադրբեջանի պետական ASTV գործակալությունը։ Այդ նյութում ադրբեջանցիները ներկայացնում էին իրենց հարուստ երևակայությունը, որի արդյունքում հերթական անգամ ցուցադրում են Հայաստանի դեմ իրենց զավթողական նպատակները։ Տաթևիկ Հայրապետյանը եզրահանգում է. «Ես իրոք չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է չպայքարել այս վտանգի դեմ, ինչպես կարելի է նստել ու սպասել հերթական աղետին, այն դեպքում, երբ այս ամենը կարելի է դարձնել խնդիր հենց Ադրբեջանի համար։ Կրկնում եմ, խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ»։ Հայ-ռուսական հարաբերություններին է անդրադարձել հասարակական քաղաքական գործիչ Մհեր Ավետիսյանը։ Գրել է. «Բազմիցս ասել եմ, ասեմ կրկին, հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն, դրանք հայ ազգի և Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին են։ Այդ հարաբերությունները անգին են և հեչ պարտադիր չէ տեսնել դրա բացակայության գինը, համոզվել, հետո ասել՝ տեսա՞ր ինչ եղավ։ Պարտադիր է մինչև տեսնելը խորանալ, մտածել և վերլուծել՝ մեր պապերի դառը փորձից դասեր քաղելով։ Այս աշխարհում դեռ ոչինչ չի փոխվել, բացի զենքի տեսակից՝ նետից մինչև հրթիռ»։ Մհեր Ավետիսյանը իր գրառումը ավարտում է հետևյալ խոսքով. «Կեցցեն հայ և ռուս ժողովուրդները»։ Ներքաղաքական իրողություններին է անդրադարձել ԲՀԿ անդամ քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։ Ուրեմն ևս մեկ անգամ արձանագրենք. Հայաստանի նորընտիր խորհրդարանը լեգիտիմություն չունի, ինչի մասին հայտարարում են նաև Հայաստան դաշինքի և Ուժեղ Հայաստան կուսակցության անդամները։ Դա հաստատվում է նաև 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ՀՀԿ դիտորդական առաքելության վերջնական զեկույցով, որտեղ ըստ էության արձանագրված են բազմաթիվ խայտառակ խախտումներ, ընտրողների նկատմամբ շանտաժ, ընդդիմության նկատմամբ անօրինական հետապնդումներ և իհարկե այս սուտի պարլամենտի ապալեգիտիմության ամենագլխավոր փաստարկ Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայների խուլիգանավարի գողություն։ Հետևաբար, այն բոլոր որոշումները, օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը, որոնք այս ոչ լեգիտիմ խորհրդարանը կընդունի ապագայում, կարող են վիճարկվել։ Անշուշտ, այս պահին դա քիչ հավանական է թվում, սակայն մենք պետք է մտածենք ապագայի և մեր երկիրը թուրք-ադրբեջանական անցուդարձի վերածվելու վերջնական կանխման հնարավորությունների մասին։ Մեջբերման ավարտ։ Պատմաբան, հասարակական քաղաքական գործիչ Հայ ԱՔՎ-ի անդամ Արեգ Սավգուլյանը գրում է.
Նորընծա աղքքարտուղար Ալեն Ռոբերտիչը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության եթերային բարձունքներից հիշեցրել է իր երբեմնի գոյության մասին։ Նախ պարզվում է, որ էքս-խոսնակի թքագեղձերը հաղթահարել են Էվերեստի բարձունքները, իմ թքից վերև չեք կարող բարձրանալ մարգարեական տոնայնությամբ պատգամել է նա, սպառնալով, որ տրորելու է բոլոր շշկրվողներին եւ բամփելու է գործակալ շեֆերին եւ այլն։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարը մնալով բարեկրթության կոդեքսի սահմանում մեղմ արձագանքել է Ալենին, որակելով որպես սպիսատարած, իսկ քաղաքական հումորի մաեստրո, պատգամավոր Էդգար Ղազարյանը հավաքական իմաստով Ալենին հռչակել է սպառնալիք ազգային անվտանգությանը։ Պարոն Ալեն Սիմոնյան, դուք դեռ նոր եք, բայց լավ կլինի ընթերցեք այն գերատեսչության փաստաթղթերը, որտեղ ժամանակավորապես նշանակվել եք, որպեսզի լինեք ոչ մոտիկ, ոչ էլ շատ հեռու։ Դուք այլևս պատգամավոր չեք, որ թնդացնեք ԱԺ ամբիոնը եւ ոչ էլ երկրորդ մարդը Հայաստանի Հանրապետությունում։ Ծանր է, ձեր տված միլիոնավոր դրամների պարգևավճարները արդեն մոռացվել են, իսկ ձեզ մեծարողները հիմա պտտվում են նոր տոնածառի շուրջ եւ Ռուբեն Ռուբինյանի պատվին են երգում «Քեռին եկավ մեր բակը, դուլուլու մեր բակը», գրում է Արեգ Սավգուլյանը։ Օրերս Փաշինյանի որոշմամբ գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ։ Այս նշանակման է անդրադարձել մեր գործընկեր լրագրող Իշխանություն լրատվականի գլխավոր խմբագիր Լիա Սարգսյանը։ Ներկայացնենք մեկ հատված նրա գրառումից։ Ոստիկանապետ եղած ժամանակ գողականների հետ կապեր ունենալու եւ կասկածելի ճանապարհով մեծաթիվ գույք ձեռք բերելու կասկածանքով աշխատանքից ազատված Արամ Հովհաննիսյանին Փաշինյանը կրկին պաշտոն տվեց։ Նա նշանակվեց ռազմական ոստիկանության պետ։ Իշխանություն լրատվականին պատմում են, որ Հովհաննիսյանը նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում աշխատել է ՔՊ-ի համար։ Նա նաև մասնակցում էր Հանրապետության հրապարակում կայացած ամփոփիչ հավաքին։ Ասում են, մի օր ՔՊԱ-կաների մասնակցությամբ խնջույքի ժամանակ Հովհաննիսյանը խմել է Փաշինյանի կենացը, նրան անվանելով հրամանատար։ Այս խոսքից հետո նրա ՔՊԱ-կան որդին այնպես է ամաչել հոր սապոնվելուց, որ հեռացել է սեղանից։ Լրագրողը եզրահանգում է. ահա թե ինչպես է Փաշինյանը ընտրում պետական կառավարման համակարգի կադրերին։ Եթե ՔՊ-ի հետ ես, ուրեմն քեզ ամեն ինչ կարելի է։ Արցախյան թեմային անդրադառնանք եւ ընթերցենք վերածնվող Արցախ հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանի գրառումը։ Միշտ վառ պահեք Արցախի անունը։ Արցախը դա սրբություն է։ Արցախը նորից պիտի դառնա մեր ազգային համախմբվածության աղբյուրը։ Արցախը պիտի վերականգնի իր հայկական էությունը։ Պիտի անենք ամեն ինչ, որ վաղվա մեր ապագա սերունդը նորից հպարտանա հայկական Արցախ աշխարհով։ Ու այս ամենը իրականություն կդառնա միայն մի մեծ անվան տակ՝ հայ։ Ապրենք Արցախով, որ սուրբ պատմական պապական հողը իրեն մենակ չզգա։ Մինչև վերադարձ։ Օգոստոսի 16-ը հայ ազգային քաղաքական կյանքի նշանավոր դեմքերից Հրաչ Փափազյանի հիշատակի օրն է։ Նա Նեմեսիս գործողությանը անգնահատելի օժանդակություն բերած անձանցից է։ Պատմում են, որ Փափազյանը մտել էր թուրքերի շրջանակ, մտերմացել նրանց հետ եւ մեծապես նպաստել գործի հաջողությանը։ Եվրոպայում Շահան Նաթալին հատուկ գործի ղեկավարներից ստեղծել էր հետախույզների ցանց եւ հենց այստեղ էր ներգրավել Հրաչ Փափազյանը։ Իսլամին ու թուրքական սովորույթներին գերազանց տիրապետելու շնորհիվ նրան անվանակոչել են Մեհմեդ Ալի։ Բերլինում նա շփվում էր թուրք ուսանողների եւ տարագրության մեջ գտնվող թուրքերի հետ, հավաքում կարևոր տեղեկություններ եւ փոխանցում Նաթալուն աջակցելով հայկական գործին։ 1921-ին Փափազյանը մասնակցեց Թալեատ Փաշայի մահապատժի նախապատրաստական աշխատանքներին, այնուհետև վերադարձավ Կոստանդնուպոլիս, որտեղ շարունակեց աջակցել Նեմեսիսի մյուս գործողություններին, այդ թվում Բեհբուդ խան Ջիվանշիրի եւ Սայիդ Հալիմ Փաշայի մահապատիժներին։ Facebook-յան մեր լրահոսը եզրափակենք ընթերցելով ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի խոսքերը։ Հայրենիքի սահմանների պաշտպանությունը խաչի ճանապարհ է։ Մեր քաջերը դրանում չթերացան երբեք, լիարյուն անցնելով այդ սրբալույս ճամփան։ Մարգարիտ Աղոշունց, Հայք Նյուզ լրատվական։